Դեռ 2019 թվականի հոկտեմբերին ազգային ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայք Հարությունյանը հայտարարեց, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ իր գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի վրա առկա սխալները շտկելու, փոփոխելու նպատակով։ Այս հարցը մասամբ դադարեց քննարկվել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հայ-թուրքական հարաբերությունների այսպես կոչված կարգավորման ֆոնին հարցը նորից առաջին պլան մղվեց։ Մասնավորապես կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության մուտքի կամ ելքի սահմանանշանի կնիքի վրայից հանվելու է Արարատ լեռան պատկերանշանը։ Սահմանահատման, մուտքի և ելքի կնիքներից Արարատի պատկերանշանի հանման առաջարկը ում կամ որ նախարարության կողմից է եղել, մեր այս հարցին պատասխանեցին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքները նախաձեռնվել են և նախագիծը հեղինակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից դեռևս 2025 թվականի հունիս ամսից։ ԱԱԾ-ից նշում են, որ հարցի վերաբերյալ անհրաժեշտ անդրադարձ կատարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1809/2025 թվականին կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։